Ես կառաջարկեի ընտրություններից հիմա ասենց շատ չխորանալ, սա առանձին թեմա է, որտեղ կարելի է խորանալ, բայց եթե խոսանք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պետք է մեր անվտանգությունը ամրապնդենք գործընկերներ ունենալու համար, նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պետք է ներքին մեր կայունությունը ապահովենք, կայունությունը եւ համերաշխությունը։ Այդ կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությունը ներսից, մարդիկ օգնել են սրանից։ Սրան պետք է ուղղակի վերջ տալ։ Եվ նաև հետագա ընտրությունների կարևորությունը նաև դրանով է։ Մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է այդ համերաշխությունը ներսում ստեղծի, բերի, թե ունենալու ենք սրա շարունակությունը։ Մշտական sense կոնֆլիկտացին մի իշխանություն, որի հիմնական sense ոնց որ նպատակը մեկ-մեկ ռացիոնալ բացատրություններ չունես, լավ, եկեղեցին քեզ ինչու ախնգար։ Չէ, անպայման պետք է ստեղ բզենք, ընդ բզենք, ստեղ պրոբլեմ ստեղծենք, ընդ պրոբլեմ ստեղծենք։ Սա տեսակ է։ Հիմա կարող է սա տեսակ չի, սա հանրություն է, կարող։ Բայց սա տեսակ է, թե հանրությունը մենք իմանալու ենք իշխանապողությունից հետո, եթե մեր ժողովուրդը ուզում է իմանալ ճշմարտությունը, որն պետք է իր ընտրությունը ճիշտ անի 26 թվականին։ Այս չարությամբ լցված իշխանությունը չպետք է իշխանություն լինի։ Սուտ պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանը հիմա մի թեզ է առաջ տանում, ասում է, այ տեսեք, այսօր, սիրելի հայրենակիցներ, սահմանին չեն կրակել։ Դե հո ամեն օր չենք արթնանա եւ լուրերով ասենք, որ այսօր եւս սահմանին չեն կրակել, այսօր էլ սահմանին չեն կրակել, բայց չեն կրակում։ Եվ այսինքն խաղաղության դարաշրջանը եկել է։ Մյուս կողմից Ալիևը շարունակում է իր ռետորաբանությունը սրել ու սրել։ Հիմա արդեն Սևանին Գյոչա է ասում, բոլոր տեղանունները հայկական, այնտեղ սկսում են ներկայացնել ադրբեջանական ձևով։ Խաղաղության միֆ լինելն է ցույց տալիս այդ հայտարարությունները Ալիևի, թե այնուամենայնիվ իրոք եկել է խաղաղությունը եւ մենք հրաժարվում ենք տեսնել։ Դուք հավատում եք այս խաղաղությանը։ Չեն կրակում եք պատճառով։ Ինչ ուզում է առանց կրակելու տալիս ես։ Հրամար չի կրակում։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ որ մեխանիզմներով։ Չկա այսօր։ Ես կրկնեմ այն միտքը, որը վերջերս ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս խաղաղությունը ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից։ Կուզի այդ խաղաղությունը կլինի, հիմա ուզի խաղաղությունը չլինի, չի լինելու։ Դա Ալիևն է։ Ադրբեջանի նախագահը։ Դա խաղաղություն չի։ Հիմա մեր առաջարկը, որ այո, այս խաղաղություն պետք է, բոլորը ձգտում են խաղաղության, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Դա օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումն է, դա երաշխիքային ինչ-որ մի համակարգ է։ Եվ տվյալ դեպքում հնարավորությունները շատ են։ Ես հիմա չեմ ուզում շատ խորանալ այդ թեմայի մեջ, բայց օրինակ ես ինչ կանեի համալրելու համար այս պայմանագիրը, որը ստորագրել են այդ հայտարարությունը, ստորագրել են Միացյալ Նահանգներում։ Օրինակ կառաջարկեի եւս մի համաձայնագիր նախաստորագրվածի հետ զուգահեռ, որը այսպիսի հնչողություն միգուցե կունենար, որ այն համաձայնագրի երաշխիքային համակարգի ձևավորման մասին։ Էլի ամերիկյան կողմի հետ։ Դու ես համաձայնագիրը, ես նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, ասում ես օքեյ, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթը, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։ Եվ լավագույն տարբերակը կլներ, երբ երաշխավորողները լինեին եւ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։ Օրինակ, ինչ վատ առաջարկը Ալիևը շատ է խոսում, չէ, չինական բեռների մասին։ Տրամպի ճանապարհը եւ այլ։ Ուրեմն շահառուներից մեկը կլինի Չինաստանը, շահառուներից մյուսը կլինի Ռուսաստանը եւ կմնա նաեւ Միացյալ Նահանգները։ Ույս
Միշտ հնարավոր է քննարկել եւ այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե շղթում են այն ինչ որ արված է, այլ համալրում են դա եւ ամրացնում են։ Եվ դու չես դառնում աշխարհակահաղական կենտրոնների բախման կետ, այլ հակառակը դու կոմպլեմենտար տարբերակ ես առաջարկում այս ամենը միացնելու համար։ Սա այն քաղաքականությունն է, որը մենք 10 տարի արել ենք Հայաստանում։ Կոմպլեմենտարությունը։ Եվ 10 տարի մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ եվրոպացուց հետ։ Եվ ինձ անընդհատ իմ գործընկերները հարցնում են, այդ ո՞նց եք անում, որ սաղի հետ լավ եք։ Ես մի բան եի ասում։ Ասում եմ, որովհետեւ մենք գիտենք ամեն մեկը sense մի ցավող մազոլ ունի, կոպիտ ասած։ Չենք կողում դրա։ Փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել եւ դրսեւորվել ընդհանրապես այն դաշտում, որտեղ այս երկրները ունեն ընդհանուր շահեր։ Հիմա այս կոնկրետ եւս մի առաջարկ, ես Տրամպի ճանապարհի վրա մի առաջարկ տվել եմ, չէ՞։ Մասշտաբը մեծացնել պրոյեկտին, որից բոլորը կշահեն։ Եվ դու հակասությունների դաշտից կմտնես հակառակը, համագործակցության դաշտ, ավելի լայն։ Հիմա եւս առաջարկ։ Քանի որ այս հայտարարությունը չունի որևէ երաշխիքային համակարգ, Ստորագրել եւս մեկ։ Ստորագրել սրա հետ զուգահեռ եւս մեկ փաստաթուղթ, որը կունենա այդ երաշխիքային համակարգ։ Եվ փորձել, բանակցել, ներգրավել այդ երաշխիքային համակարգի հետ աշխարհի 3 այսօրվա գոյություն ունեցող աշխարհակահաղական կենտրոնների երկրներ, այս Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։ Ինչ պատահ, բանակցեք։ Հնարավոր է դրան հասնել, համոզված եմ հնարավոր է։ Բերելով ասա իրական խաղաղության, համոզված եմ բերելով է։ Այս մարդկանց խելք չի երիքում։ Կամ խելք չի երիքում, կամ պուլտը ուրիշ տեղ է։ Այդ պուլտը ով պահում է, ուրիշ կնոպկաներ է սխմում։ Դուք ըստեյության առաջարկեցիք այն մոդելը, հավանաբար, որով կսկսեիք բանակցությունները, եթե պուլտը ձեր ձեռքին լիներ։ Իհարկե։ Տարբերակներ կան։ Ուղղակի մարդ պետք է գիտելիք ունենա, մարդ պետք է այդ ցանկությունը ունենա, մարդ պետք է ուղղակի արհեստավարժության գոնե մի ինչ-որ մակարդակ ունենա եւ թիմը պետք է արհեստավարժ թիմ լինի։ Վերջերս, եթե չեմ սխալվում, այս մի երկու օր առաջ էր Արադ Միրզոյանին թուրքական մի լրագրող ինչ որ հանդիպման ժամանակ ասում է տպավորությունը այնպեսին է, որ Թուրքիայի արտգործնախարարն է խոսում։ Իրականում այդպես է։ Ես ասում եմ, որ մեր արտգործնախարարը պետք է խոսի որպես Հայաստանի արտգործնախարար։ Բայց բավարար խելք, գիտելիք եւ ցանկություն ունենա իսկապես Հայաստանի սուվերեն որպես պետություն Հայաստանի քաղաքականությունը տանի։ Հալ ոչ թե տարբեր տեղերից, sense ով որտեղից մի քիչ ավելի ուժեղ բարթում, sense թեքում են կողմի վրա, հետո իսկ կողմի վրա, հետո իսկ կողմի վրա։ Չեն կարողանա մի մոդել առաջարկել, որը կլինի ներգրավման մոդել տարբեր պետությունների։ Իսկ դրա համար պետք է իրենց ընդհանուր շահերը փորձես միտեղ կենտրոնացնել եւ այդ դաշտում խաղալ, այլ ոչ թե դուրս գալ հակասությունների դաշտ։